Այո, եկեղեցին իդեալական չէ, քահանաներն էլ սրբել չեն։ Մենք բոլորս էլ գիտենք դա, մենք միշտ ենք իմացել դա։ Մենք այս խնդիրների հետ ապրել ենք 30 տարի։ Մենք խոսել ենք դրանց մասին, քննադատել ենք դրանք, ցանկացել ենք բարեփոխումներ, բայց այնինչ Նիկոլի մտքին է, ամենևին էլ բարեփոխումներ չեն։ Երբ ազգի պատմությանն ու մշակույթին պատերազմ հայտարարած մարդը ցանկանում է վերակառուցել եկեղեցին, ուրեմն կարող եք վստահ լինել, որ մտքին քանդելն է։ Ու անգամ եթե նա ազնիվ է ու բարեփոխումներ է ուզում, հիշեք, թե ինչով են ավարտվել նրա բոլոր բարեփոխումները, թերևս ավելի վատթար իրավիճակով։ Եկեք մտածենք եկեղեցու մասին Նիկոլից հետո կայուն ժամանակներում։ Նման տուրբուլենտ ժամանակներում անթույլատրելի է դիպչել ազգային միասնականության վերջին հիմնասյուներից գլխավորին, որը հարկավ ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք երբեք չի եղել կրիտիկական ու անհապաղ լուծումներ պահանջող, ապա ինչու է այժմ այդպիսին դարձել։ Այո, խնդիրները պետք է լուծել, բայց անկասկած անհանգիստ տարածաշրջանում երկրի ղեկավարն ունի բազմաթիվ այլ առաջնահերթ խնդիրներ, որ պահանջում են իրոք անհապաղ լուծումներ։ Նիկոլ, զբաղվիր դրանցով ու վերջ տուր այս ցինիկ կրկեսին։